Մայրիկ որ տարան տղամարդուն, նրանք սովոր են, որպեսզի Նիկոլի հետույքը չվնասվի, իրանք մեզի կբռնեն տանին, էս են։ Իսկ ձեր հետ եկած տղամարդը ով ասեց ամոթ է, ով է, ձեր ինչն է։ Քաղաքացի էր, պարզապես այսպես զուգադիպ հայրենասեր մարդ է։ Բա հիմա ոստիկանության պաշտոնյաները հրահանգեցին տանել այդ տղային, ուր տարան, որ ուղղությամբ տարան։ Ինչ պետք է անեն, ընձել են տարել։ Ինչ պետք է անեն։ Լավ, քաղաքը գլխատված է հիմա եւ թեմակալ առաջնորդն է կալանավայրում, եւ ձեր ընտրված քաղաքապետը, եւ նրան փոխարինողը։ Դուք ով եք, ներեցեք։ Ով եք դուք։ Ես լրագրող եմ եւ Սյուզին եմ Բադյան, դուք ով եք։ Սյուզի ջան, որ ձեզում ցես տեսնել։ Ապրեք դուք։ Տեսեք դրա համար ֆիքսում են։ Օպեր եք, հա։ Ածից է։ Ինչ է, նկարեն որ տենտիս կենան տներս կան։ Ինչի է ինձ թվում, որ դուք բնակիչ եք։ Սուտ կխոսի։ Դուք, տեսակ ստուգեմ ես ձեզ։ Առանց կասկադի։ Մի տեսակ բնակիչները ձեր դեմքով չեն լինում։ Ոչ մի անգամ նման բան չի եղել։ Երբ ընտրվա Բաշտան Ղուկասյանը, սրանք նոր ոտքի իրան, ես քտական ախորը։ Ես նրանց ասում եմ քտ ախոր։ Ստեղ մի կաշկին մարդ չկա մեջները, որին ուզում եք վերցրեք։ Եթե մի բաշճափետ, որին իրեն շրջապատի հարեմով, կնդան գերույներով, ինչ եք ուզում ես երկրից։ Սա Հայաստանի վերջն է, ժողովուրդ ուշք եկեք։ Ուշք եկեք։ Այսպես թողեք տան Ղարաբաղը գրավեին, ոչ թե կան։ Ամոթ մի նկար, հա։ Մենոթ։ Մեր երկիրը։ Քաղաքացիները ահաբեկված են։ Մեղք ուշքի արեք, կործանվիցը։ Գյումրեցիները հերթով ամոթանք են տալիս ուժայիններին, երևի չեն էլ նկատել, որ նրանք դիրքավորված սպասում են։ Այս պահի Նիկոլ Փաշինյանը գալիս է, կսպասեք, որ իր երեսին ասեք, ասում, հիշում եք ժամանակի խոնարհվում էր ձեր առաջ, ծնկ էր գալիս, ձեռքերն էր համբուրում։ Այո, դե հիմա կսպասեք, որ ինքը գա, մի հատ ասեք, որ ինչ եք մտածում, այդ մարդուն պաշարել են, թույլ չեն տալիս իրականության զգացումն ունենա, ինքը իր համար մտնում է ուղիղ եթեր, ինքը երգը երգում գնում է։ Միգուցե ասեք ինչ է կատարվում երկրում, միգուցե ասեք, որ չի կարելի կողպած դռներով 7 վերքը գրավել։ Սյուզի ջան, ինքը հատուկ ծրագրով եկել է։ Ում ծրագրով։ Թուրքական, թուրքերի 500 միլիոն դոլար ստացիկով ում ուղարկեցի Թուրքիա։ Ես այսպեսի բաներ չգիտեմ։ Դու եք գնա կողքիցս։ Ձերպես թե երեսից որ երկիրը բարի եք տվել։ Մտեք ներս ծեսի մասնակցեք։ Դուք տեղյակ եք, որ անգամ մոմավաճառը լքել տարածքը, հայրիկ։ Հայաստանում կատարվողը։ Հայրիկ, նույնիսկ մոմավաճառը լքեց տարածքը, դուք տեղյակ եք։ Վիրավորված են գյումրեցիները, որ քաղաքը գլխատել են ու փորձում են այստեղ կեղծ ծեսեր անել։ Բանա չկա ներսում, հանգիստ է։ Իբր ինչ կա, երգչախումբեր չկա, երգեհոնահարել չկա, դու գիտես։ Ուրիշ պրովոկացիաները կստեղծեն։ Իմանայիք, դուք օրինակ Պրովոկացիա։ Գլխավորը պրովոկացիան ով է անում։ Որ խնդրել եք ոչ կանն եք։ Ես ասում Չեմ բախում, բայց այնտեղ Հակահետախուզական կներեք կխոսեք մեզ հետ։ Դուք հիմա ազգային անվտանգության ծառայության ղեկավարի փոխարեն աշխատում եք, կմոտենաք մեզ։ Տեսեք փախ է անում այդ կինը, ով հակահետախուզական ծառայությունն է ղեկավարում եւ նա Անգլիայում էր գտնվում վերապատրաստման նպատակով, տագնապի մեջ են, հիմա մոտենում է Նիկոլ Փաշինյանը, վերադասավորվում են, որ ռիսկային որևէ մեկ այստեղ չհանդիպի։ Դեպ քաղաքացիները հերթով գալիս ամոթանք են տալիս ուժայիններին վերադառնում են, ահա, Նիկոլ Փաշինյանն է հանդիսավորությամբ մոտենում, ինչպես գյումրեցիներն են ասում իրենց հրոսակախմբով,
Թողեք թողշի մարդկանց վրան չի ասում։ Ասում ասած, ինքը չի տեսնում որ մարդիկ գնում են։ Պարոն Փաշինյան, եկեղեցու դռները կողված են ձեր առաջ, դուք ներխուժում եք փակ շենք։ Սա ձեզ պատիվ է բերում, թե ոչ կարելի է ներխուժել եւ խախտել եկեղեցական կանոնները։ Սա էլ իրենց սահմանադրությունն է։ Պարոն Փաշինյան, սա ձեր դուրը գալիս է։ Պարոն Փաշինյանը Մի քաշեք լրագրողների։ Նիկոլ Փաշինյանի կողքից լրագրողներին բռնությամբ հետ շպրտելով հետ են ուղարկում, որ նույնիսկ հարցեր չհնչի իրեն ոչ հաճելի ձևով։ Պարոն Խոդադյան, դուք կարող եք եկեղեցին գրավել, երբ որ նրա տիրակալին կալանավորել եք եւ քահանաները մերժել են ձեզ։ Բոլոր քահանաները մերժել են ձեզ նախապայմանով ձեզ համար ֆեյք ծես անել։ Դուք կարող եք այսպիսի կանոնական խախտումներով, սահմանադրություն խախտելով ներխուժել։ Դուք միգուցե մարդկանց բնակարանները արդեն ներխուժեք։ Պարոն Խոդադյան, ձեր Facebook-ներում շատ ակտիվ եք, խոսեք։ Ինչից եք կաշկանդվում։ Ինչ իրավունքով եք դուք ներխուժում եկեղեցի, եթե փակվել է եւ մերժել են, փակել են, կապարակնքել են, ձեր առաջ թույլ չեն տալիս որ դուռ բացվի։ Ինչ իրավունքով եք ուրիշի տարածք ներխուժում։ Դուք անգամ երկչախում չեք կարողացել ճարել եւ երկհորահար։ Եվ դուք գյումրեցի եք, չէ՞։ Բա։ Cevap dedi toklara dedim. Buna kalktı marka dedim dedi. Ha dedim. Dedim jobu çavar. Ասում եմ որ դու Ինչի եկեղեցուց դուք ինձ դուրս եք անում, եկեղեցին ձերն է, իդեպ ձեր նմաններին արգելված է մտնել եկեղեցի, ձեր նմաններին երեք մերժել են քահանաները, ասելով որ ծես չեն անել, Սատանաներին դուրս ենք անում։ ասում են սատանաները հիմա են ներս մտնում։ Չէ, սատանաների վաղուց էր պետք դուրս հանել։ Սատանանով է։ Դուք գիտեք ավելի լավ եք, ես հայ եմ, իհարկե հայ եմ, մկրտված եք, որևէ ծես արել են ձեր ընտանիքում։ ամեն ինչ պատասխան։ Տեղյակ եք, որ վեհապարի օծությամբ են արել։ Դուք տեղյակ եք, թե չեք հասկանում եք։ Քեզ իշքան են վարձատրել։ Ջանիկ, ես տրամաբանությունն է մի տարբերություն վարձատրվածների եւ արժեքներ։ Տեսակ, որ դուք քաղաքացի չեք։ Ես քաղաքացի եմ, ավելին ասեմ, երրորդ տոնոր Հայաստան եմ եկել։ Հովանես, հա, եկեղեցի բանկից եմ չեցան։ Ինձ համար տարբերություն չկա, ես եկեղեցի ես եկել եմ։ Եկա, կալի տարեցիք ձեզ, շատ նորմալ է, սիստում է, որ դուք ընդհանրապես։ Բայց ինչի գնա, ինքը Նիկոլ Փաշինյանի համար աշխատում, ինչի պիտի գնա։ Եկել են հատուկ մեզ նկարելու, 100 տարի սրանց արդեն ճանաչում են։ Միլիարդատերերը ներսում են, մայրիկ։ Սերոք։ Սերոք։ Ես
Կներեք, որ կոլեկտիվն եք դուք։ Դպրոցի աշխատողները ասացի, որ դպրոցների բուժ հաստատությունների աշխատողները բոլորը այստեղ գալու են։ Ամեն տարի գալիս եք Նիկոլ Փաշինյանի մատուցած ծեսի։ Բա ինչի այն եկեղեցի չեք գնում։ Դուք այս եկեղեցու մասին գյումրեցի եք։ Այո, ես այդպիսին եմ։ Շրջիկ հավատացյալներով հախնդրեմ, հիմա բեմադրվում են ներսում։ Ամբողջովին ծառայողական մեքենաներ, լրագրողներին դեսուդեն շպրտելով Փաշինյանին ուղեկցեցին ներս, անխնդրեմ, մեծաթիվ զորքով, անվտանգություն ապահովելով, բա որ այսքան վախենում են ինչի է գալիս, թող մնա փակ շենքերի տարածքում, հա, բարև ձեզ, խնդրեմ հարկատուներ, հաշվեք, դուք չեք մասնակցում ծեսին, Իհարկե չէ։ ինչի չեք մասնակցում, մի ամբողջ զորքով եկել են ձեզ համար ծես են բեմադրում, ասում են մինչև հիմա ձեր մասնակցածները նորմալ ծես չեմ, բերովի լինի, մեր ուզած քահանան լինի, որ զեղչի վեապարի անունը։ Ստանով մասնակցեն էլի Սադանեկը։ Ասում է հարսանիքի սրահի պես այսպես դատարկել են տվել եկեղեցին, որ իրեն կան մասնակցեն, պատկերացնում եք։ Դադարգել է, ճիշտ է։ Իր գորից ու պատկերացնում եք, ածան 3 օր հսկում է ձեր քաղաքը։ Ձեր կյանքը այդքան անվտանգ եղել է մինչև հիմա։ Չէ, հենց շատ լավ։ Հեմի ավելի լավ կա։ Բայց ձեր համար չեն եկել հակառակը, ձեզնից պաշտպանվելու համար են եկել հայրիկ։ Գիտեք, ոչ մի գյումրեցի չմտավ ներս։ Իհարկե չերը մտնի։ Շրջիկ հավատավորներով այսպես զորքով։ բերել։ Եկեք միասին հաշվենք ինչքան պետական համարներով մեքենաներ են, հələ Հաշվել նայեք։ չես կերնա այդքան։ Այդքան թիվ չկա։ Ու ինչ եք մտածում, սա վերջը ո՞րն է։ Գյումրիում մերժված է ինքը, փաստորեն ընտրություններն էլ մերժվեց։ Այսպես եկան ոստիկաններով տարանելի մերժվեցին, հիմա ձեր քաղաքը գլխատել են, բայց այսքանից հետո ո՞րն է ելքը։ Նույն ձևով չվարված Հիսուսի հետ։ Այո, Հիսուսի հետ էլ վարվեցին, բայց իրենք չեն վախենում կարծես թե Աստծո հետ խաղ խաղալուց։ Դադաստանը մոդ է, ոչինչ։ Ես չէի տեսել սենց բան։ Եվ էր տեսա։ Գյումրեցիներն արտասվելով գալիս ամոթանք տալիս գնում են։ Չկա հրաբարակը։ Երևն չեն սա, իրանց վերազներ են։ Բերովի հավատավորներ են, չեք մտնում Նիկոլ Փաշինյանի մոտիկից տեսնեք, եթե կարողանաք իհարկե։ Տեսնելու բան է, որ տեսնենք այդ բանը։ Ահա, խնդրեմ, մեքենաների քանակը տեսեք, ԱԱՑ-ի, ամբողջ ԱԱՑ-ի զորքը այստեղ SS ոստիկանական մեքենաներն են, խնդրեմ։ Ամբողջ տարածքը հսկվում է զորքով, ահա, օպերներով, սես լուրջ դեմքով մարդկանցով։ Կներեք, մոտավորապես ինչքան մարդ կա այստեղ։ Կվախենան ես պատասխանեն։ Դուք գյումրեցի եք։ Չեք գնում ծեսին մասնակցել Փաշինյանի հետ։ Կներեք, տիկնայք, չեք մասնակցում ներսում Նիկոլ Փաշինյանի հետ ծեսի։ Արհամարում են գյումրեցիները, նույնիսկ չեն էլ մոտենում 7 վայրկյան եկեղեցուն։ Իրենց համար խորթ է դարձել։ Չեք մտնում Նիկոլ Փաշինյանի հետ ծեսի մասնակցեք։ Գնում եք հիմա։ Բայց ես թույլ կտան, ԱԱՑ-ը ստուգում է բոլորին։ Դե եկեք մասնակցելու։ Ուր եկա այդ այնցը։ Դու շորստի։ Ոնց չես կգցես կողը։ Չեք մասնակցում Նիկոլ Փաշինյանի ծեսին։ Ոչ, չէ։ Ինչի։ Այդպես չենք ուզում։ Իսկ մյուս եկեղեցիներ գնացել եք։ Գյումրեցիները գալիս ամոթանք են տալիս ուժայիններին։ Դուք ինչ որ բան ասել եք այդ մարդկանց, ովքեր ձեր հարկերով աշխատավարձ են ստանում։ Խեղճերը վախենում են։ Այսքան ԱԱՑ-ով տեսնի չվախենա։
Գյումրին այսքան անվտանգ եղել էր երբևէ։ Տեսեք ինչքան զորք են բերել ձեր համար։ 3 օր անվտանգ կապրեք։ Գնացիք էլի գներեք։ Մեկ խաչակնքի այ բլա։ Ես միշտ եմ խաչակնքում ու գիտեք նորմալ քահանաների հետ եմ շփվում։ Օտյալ քահանաների, ոչ թե կարգալույց քահանաների։ Ոչ թե օտարացած, եկեղեցուն օտարացած եպիսկոպոսների։ Անկրեմ Գյումրու հրապարակն է։ Տեսեք։ Շատ վազնի դեմքով։ Բարև ձեզ։ Ահա, ոստիկանապետին հանդիպեցինք։ Լավ արեք։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք Մենք սպասենք ձեր ծառայական պարտականությունը կատարեք, խոսենք, հա? Այսինքն խոսել է միայն։ Ահա։ Մեքենաների քանակը տեսեք։ Տեսեք, նույնիսկ զոնտիկ բռնող ունի, նախանձեցի։ Ինքը չի կարում բռնի այդ զոնտիկը։ Դուք չեք կարում բռնեք այդ զոնտիկը։ Չէ։ Ինչպե՞ս եք։ Դուք ինչ ճանաչում եք, ես լրագրող եմ։ Ձեզ հարցեր տամ։ Եկեք մեկա ձեր գլխին զոնտիկ պահ կա, իմ գլխին պահ չկա, ոչինչ, ես չեմ նեղել։ Չէ, ահա, այդպես տղամարդավարի ժեստ արեք, ամոթա ձեր գլխին զոնտիկ են պահում։ Կաներեք մեզ մոտ չի սազում տենց բան, մենք խո եվրոպացի չենք։ Եմ նախ առաջին եք, անոթանք պետք չի տալ։ Չէ, որտեվ ես անհարմար զգացի, կրթված մարդիկ թույլ կտան, որ տղամարդը իրանց գլխին զոնտիկ պահի։ Նորից եմ կերտնում, աշխատեք կոռեկտության սահմանները պահեք։ Լավ, համարենք, որ դուք ավելի կոռեկտ եք, քան ես։ Բա որ կոռեկտ եք, այս Գյումրին ինչ եք սես տերորի ենթարկում։ Այս Գյումրեցին այսքան անվտանգություն կյանքում է տեսել, բա որ տենց անվտանգություն պահողեք, սահմանները պահեիք։ Ուրեմն սահմանները։ Մարդիկ հենց նոր ձեզ էին ասում։ Չէ, ձեզ ասում եմ նոր ձեզ է, մի րոպե, թույլ տվեք ասեմ։ Ձեզ էին ասում, ոչ, ասում եմ դուք այդտեղ չէիք, քաղաքացիներ ձեզ էին ասում։ Քաղաքացիներ, ես հիվանդ եմ, իմ ձայնը խռպոտ է։ Շնորհակալություն։ Հիմա նորից եմ կրկնում։ Համեցեք։ Կոռեկտ, հանգիստ։ Ես ձեզ բոլոր հարցերին Կներեք, ես ձեզ երկրպագելով հարցեր չեմ տալիս։ Ես ձեզ ասում եմ քաղաքացիներ, նոր ասում էին, բա որ այսքան շատ զորք ունենք։ Ինչի՞ մեր սահմանները չպահեցին, որ Արցախի ճակատագին այդպեսի չի։ Առաջինը այսքան շատ չեն, այդ շատ ու քիչ է որոշում ոստիկանությունը։ Ահա, ինչից ելնելով հարգելիս։ Ես նորից եմ կրկնում, ոստիկանությունն է որոշում, որ միջոցառման ժամանակ ինչքան ուժեր կենտրոնացնի։ Այո, հասարակական կարգ եւ անվտանգություն ապահովելու նպատակով։ Okay, դուք մտածում եք, որ այստեղ ռիսկեր կային եւ հա, համեցեք։ Երկրորդը ինչ մնում է սահման պահելուն։ Ահա։ Դուք բոլորդ քաջատեղյակ եք, որ ոստիկանությունը եւ սահմանը պահել եւ մասնակցել է մարտական գործողություններին եւ ունենք եւ զոհվել անգամ մարտի չհասնելով եւ փառք մեր բոլոր զոհված նահատակներին, մեր հայրենիներին, բոլոր անկախ նրանից ոստիկան են եղել թե քաղաքացիներ, թե կամավորագրվածներ, թե զինվորականներ, փառք իրենց, ահա, հիշատակի արժե բոլորս խոնարհվում ենք եւ պետք չի նմանատիպ որակումներ տալ։ Այդ քաղաքացիներն էին ասում ձեր ծառայողներին, ձեր ենթականները, չէ, այսպես ասենք, հա, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները այստեղ են։ Ես իրենց մեկ սրբազան պայքարի ցույցերը ցրելուց էի տեսնում, մեկ էլ այստեղ։ Լավ, սրբազան, չէ, ես կադրերով ֆիքսել եմ։ Հիմա հարցս հետեւյալն է։ Այս դեպքում, եթե Աստված մի արասցե, երկրում մի բան է տեղի ունենում, մեկ այլ վայրում, դուք կարողանում եք շատ օպերատիվ արձագանքել, մանավանդ Գյումրին այդպես մոտիկ տարածք չէ։ Մենք բոլոր տեղերում օպերատիվ արձագանքում ենք եւ այդ հարցին այլ պատասխան չունենք։ Բա որ օպերատիվ արձագանքում եք, ինչի են սպանությունները, զենքի կիրառման միջադեպերը այդքան շատ, ինչի ենք մենք թմրանյութերի մասին այդքան շատ հաղորդագրություններ կարդում եւ վերլուծում եւ ընդհանրապես եկեք վերադառնանք այս օրվա թեմային ծանր օր է օրվա խորհուրդը Նազանի Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի խոսնակ ասել էր մի չարաշահեք եւ մի քաղաքական կոնտեքստներ տվեք բալ քաղաքական կոնտեքստ չեն տալիս սա ինչ է եթե ոչ քաղաքական կոնտեքստ միգուցե դուք թույլ տվեք ուրիշ բան եմ ասում որպես կին եմ ասում միգուցե քաղաքացիներին թողնեիք հանգիստ մարդիկ ապրեն իրենց վիշտը իրենց գերեզմանները գնային առանց ԱԱԾ-ականների մեքենաների արանքով սղալով առանց
Չգիտեմ, ասեք, որպես մարդ եմ, էլի ձեզ ասում։ Չեմ ասում որպես լրագրող։ Հիմա տեսեք։ Հարցերը խնդրում եմ կար ձևակերպեք, որպեսզի ձեր բոլոր հարցերին հստակ պատասխաններ հնչեցնեմ։ Ինձ հայտարարությունների մասով խնդրում եմ հարցեր մի ուղղեք, ինչ վերաբերում է ոստիկանության մասով, եւ եթե անգամ շեշտում եք Տիկին Բաղդասարյանի հայտարարությունը, այո, ես ինքս նույն կերպ ոչ կհնչեցնեի եւ միևնույն ժամանակ լիովին կիսում եմ իրեն կարծիքը, իսկ ինչ մնում է։ Բա կիսում եք իրագործեք, կիսելով չի։ Իրագործում ենք։ Բա ժողովուրդ ասում է թողեք հանգիստ գնանք մեր վիշտը մի հատ մխիթ խանգարը ժողովրդին եւ միասին հրապարակը նայենք հարգելիս տեսեք այս մի վարքյան էլի ուրեմն հասարակական կարգ անվտանգություն ապահովելու համար ոստիկանությունը ծառայություն է կատարում։ Իսկ ինչու ԱԱԾ-ն էլ այսքան մեծ զորքով սովորաբար դուք եք միայն լինում, բայց այսօր ԱԱԾ-ն ահռելի քանակով է այստեղ ներկա։ Ճիշտ ասած 1-2 հոգով եմ այս բանի տեսել։ Լավ, եկեղեցու մուտքը 3 հսկում ենք ոստիկաններ, ես գիշերը։ Ընդամենը 1 րոպե էլ, որովհետև ես աշխատանքի մեջ եմ։ Եկեղեցու, եկեք միասին ես ձեզ ուղեկցեմ, այսպես։ Պետք չի ուղեկցել։ Ինչի։ Եկեք։ Մի շոկ ուղեկցեք։ Դուք այդքան բախտավոր եք։ Լավ, մի բան էլ հարցնեմ։ Տեսեք, ոստիկանությունը ահռելի քանակով էստեղ է եւ գիշերը մայրաթո ահռելի պետք չի, հա, շեշտել։ Նորից եմ կրկնում։ Հա, դուք ավելի մեծ քանակ եք տեսնում, երբ որ կանչում եք զորքին տոնական միջոցառումների։ Ուրեմն ցանկացած միջոցառման Դե նրանց կես քաղաքացիականով է դրան բարեմ ասում, հարգելի ցանկացած միջոցառման ժամանակ մի քանի ժամ առաջ ոստիկանությունը սկսում է ծառայական կարգ ապահովել եւ տեղաբաշխում է։ Հիմա երբ ապահովել լրագրողի թևից բռնել շպրտելն է։ Ինչպես։ Լրագրողի թևից բռնել շպրտելն է, նոր այդպիսի սիտուացիաներ եղան ու մենք նկարել ենք։ Որոնք հարց են հիշեցնում։ Եթե կլինի այդպիսի դեպքեր, մենք կանդրադառնանք։ Արդեն եղել է, ու հենց նոր է։ Եղել է, խնդրեմ դուք կհրապարակեք, մենք կանդրադառնանք։ Մենք արդեն ինչ եք անելու, որ անդրադառնանք, դա ոչ նոր բան է, ոչ էլ երկրորդ դեպքն է։ Ինչ եք անելու։ Ես ասում եմ, երբ որ հրապարակումը կլինի, ես դեռ չեմ տեսել տեսանյութը, երբ որ կտեսնենք ծառայական ուսումնասիրություն։ Մենք ձեր ծառայական քննություններն ենք անենք տեսել, իսկ լայախ չեք անում, մի հատ հայտարարեք, թե ասենք պատգամավոր խեղտած ոստիկանապետը ինչ պատիժ է կրել։ Դե լավ, կներեք, ես հարցս մինչև վերջ հնչեցնեմ։ Երբ որ դուք ոստիկանական ծառայական քննություններ եք անցկացնում, իսկ հակ չեք համարում վերջում տեղեկացնեք այդ մարդուն ռակիրով կանելով որտեղ եք տեղափոխել։ Մենք ենք տակով այդ ինֆորմացիան մի կերպ, այսպես ասած, քերում եւ հրապարակում, որ դուք իրականում ֆորմալ տպավորություն եք ստեղծել, թե պատժել եք, բայց ռակերովկա եք արել։ Շատ շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիք։ Դուք իրավունք ունեք եկեղեցու տարածքներ խուժել, եթե դռները փակ են։ Դռները կողպված են եղել երեք։ Եկեղեցին ձերն է նաեւ, իմն է, անկախ մեր պաշտոնից եւ մեր զբաղեցած դիրքից։ Խնդրում եմ, ուզում եք ձեր հարցերին պատասխանել, գիտեմ ցավոտ հարց եմ տալիս։ Շոու չի, շոուն այ ներսում, եկեք գնանք շոուն տեսեք, եթե շոուն չեք տեսել։ Եկեղեցու դռները իրավունք ունեք, սա իրենց օրինական դաշտն է։ Բա ձեր օրինական դաշտը տեսեք, չեք թողնում։ Խոչընդոտում է քահանաների նույնիսկ ներսում լինելը, նրանց սպառնացել են, որ ձեզ կձերբակալեն, եթե ներսում լինեն։ Լավ բան խոսամ, մորդոց լավ բան խոսամ, ինչ կա, կեղծեսն է լավ բանը, ցավը տանիմ, ասֆալտի մասին կուզես խոսամ, կուզես պոնչիկ պերաշկու մասին խոսամ։ Սաղկանջիկ պոնչիկ պերաշկ ես երևի, կերեդ որից կասկնաս, մենակ ելքը պոնչիկից ու պերաշկուս կասնենք։ Բա ես քեզ հետ եմ ասում, դրանից խոսամ, երկիրդ վարի է գնում, ինչից խոսամ։ Որը երկիրի կերտա վարի, որ վարի գնացած երկիրի հետ եկա վերել, հա։ Այդ ինչով եք հետ վերել, սահմաններով եք հետ վերել, ոստիկանական զորքով եք հետ վերել։ Ամեն ինչով է հետ է վերել։ Հավատը ջարդելով եք հետ վերել։ Լսեք։ Արժեքները վնասելով եք հետ վերել։ Յանի խելքը բանկ հասնի թե յաբախտի կխոսաս։ Արի գնանք ներսը տեսնենք ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում։ Եկեղեցին։ Բա որտեղ ամբողջ ԱԱԾ-ից զորքա որտեղ ես։ Յո, հաստատեցիր։ Ինչ լավ կասի։ Ապսոս չես գործի կտաբել են քեզի, որ դու ժուրնալիստ կաշխատես, այ դու պրոպագանդիստ կաշխատես։ Պրոպագանդիստը ներսում է։ Ձեր ասած ամեն ինչը ներսում է։ Չես տեսել կյանքի։ Երկրպագում եք, երկրպագեք, բայց ոչ իմ հաշվին։ Ձեր աստծուն երկրպագեք, ոչ իմ հաշվին։
Պարոն Խուդինյան, ձեր գործը այստեղ է, թե ընդհանրապես ձեր աշխատասենյակում եւ Հանրապետության բոլոր Ինչ եք դուք միշտ միտինգների վայրերում, այսպիսի վայրերում, ժամանակին մենք չէինք տեսնում, գիտեք, որ ձեր պաշտոնը վարող մարդիկ լինեին, ասենք, վարչապետին կամ նախագահին ուղեկցելիս։ Այսպիսի բան չի եղել, գիտեք, մեր լրագրողական կենսագրության մեջ ամենահանճարեղ տեսարները ձեր օրոք ենք տեսնում։ Շնորհակալություն։ Որտեղ հասարակական կարգի պահպանելու կառույցում կա։ Հասարակական կարգը խախտողներին դուք ընդհանրապես ոչինչ չեք ասում։ Լրագրողի թևից բռնում շփորտում են, երբ որ հարց են տեսնում։ Կարելի է դուք ինչ եք խանգարում ինձ։ Ձեզով է թույլ տվել։ Սադրում եք։ Հեռու գնացեք։ Վարչապետին ու Էդ ում է հոգատար։ Ձեր քաղաքը գլխատելով է հոգատար, ձեր քաղաքից 40-ից ավել մարդկանց ձերբակալելով է։ Հիշատակյորը չվերացեք կրվի։ Իսկ ով է սադրում։ Ձեր եկեղեցին վերածել են ծափահարությունների քարոզչական տարածքի։ Ով է սադրում։ Ու այսքան մարդ ապահովում է, որ ծափերը անվրդով հնչեն։ Դենում եք մենք ստեղ ենք, որ ձեզ Ոյ, ես ինձ լավ եմ պաշտպանում, դուք չվնասեք, մենք ավելի լավ կպաշտպանենք մեզ։ Այդ լիրիկան պահեք նիկոլականների համար։ Խնդրեմ ամբողջ ԱԱԾ-ի աշխատողները։ Մայրիկ, ինչի եք վրդովել, չեք մտնում ծեսին մասնակցեք, Փաշինյանի ծեսին։ Արդի կուքնա, հա, արդ ձերքը դուք Փաշինյանը ասում է ծես եմ անում, եկեք մասնակցեք։ լավ է անում։ Հա, բա ինչի չեք մասնակցում։ Լավ է անում, Ածեշ թողեց չգնաց։ Բա ինչի, բա տեղ չկար Դեմե վերջացրը առեկեց։ Բա ածեշ թողեց, որ դուք մտնեիք։ Լավ արեց, ճիշտ արեց։ Այսինքն ձևական էին սրանք, Քոճոն, Փաշինյանով որ եկել է։ Դու քոճոին գնա վերած։ Իսկ դուք ընդհանրապես տեղյակ եք ձեր իրականությունից։ Ես ամեն ինչից տեղյակ, դու ինչ որ դու տեղյակ ես, երեք վայրեքնես ես տեղյակ չէ։ Իլակտեք Այսպիսի որակի մարդիկ էլ կան այստեղ։ Գյումրեցիները գալիս ամոթանք են տալիս ԱԱԾ-ին։ Դուք վարչապետի նման լրագրողին սիրեք, վարչապետի նման լրագրողին։ Եկեղեցու դռները փակել են եւ ներխուժում է ձեր Նիկոլ Փաշինյանը եկեղեցի, գիտեք արգելված է այդպեսի։ Վաղը ձեր տունն են փակելու, ձեր տան դռները եւ ներխուժելու են ձեր տուն։ Թուրքերը վաղը քեզ են սիրով տանելու, մայրիկ։ Իրենք հանդուր ժողովրդին լավ են վերաբերվում։ Զանգերը ղողանջում են միայն Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Այս եկեղեցում զանգեր չեն ղողանջում, ասացին, որ երգչախումբ էլ չի վերվել, չգիտեմ մինչև վերջը հասցրի համոզվել, որտեղ ընթացքում պարբերաբար նկարում են երգչախումբ եւ երգեհոնահար չկար։ Ես անջատեմ իմ ուղիղ եթերը հեռախոսից թրջվել է լրիվ։ Հետո կմիանանք։ Փաշինյանը ամեն դեպքում թույլ չտվեց իրեն մոտենան լրագրողներ ու հարցեր տան, լրագրողներին բռնությամբ հետ շփրտեցին ԱԱԾ-ականները։ Իսկ ոստիկանապետը մեկ-երկու բան ձևական խոսեց ու հրաժարվեց կոնկրետ հարցերից, թե ինչի օրինակ եւ ինչ իրավունքով են ներխուժում եկեղեցու տարածք, եթե տանտիրոջը կալանավորել են, իսկ քահանաներ արգելել են։ Կներեք, դուք մարզպետարանի աշխատող եք, դուք գնացել եք ծեսին մասնակցելու Փաշինյանի հետ։ Ինչ ծես։ Փաշինյանի համար մատուցող ծես կա այնտեղ շրջիկ քահանա եւ շրջիկ հավատավորներով։ Ես մասնակցել եմ երկրացար զոհերի հիշատակի։ Որ եկեղեցում Սուրբ Ամենափրկիչում։ Հիշատական կա եկեղեցի։ Իսկ չգնացիք այստեղ։ Ասում են շատերը իրենց աշխատանքը պաշտոնը պահելու համար։ Եվ գնացի։ Ահա։
Իսկ չեք վախենում, որ դուք ձեր աշխատանքը կորցնեք, որովհետև նաև ներկաբացակա են անում։ Ովքեր եկան, ովքեր ոչ։ Քաղաքացիական ծառայող։ Շնորհակալություն ձեզ։ Ամեն դեպքում ձեզ համար վիրավորական չի, որ Գյումրին այսպես լցվել է ԱԱԾ-ականները ոչ թե ձեր անվտանգության համար, այլ ձեր անվտանգությունը խոցելու համար։ Ես Գյումրիում Հայաստանում եմ գտնվում արդեն 27 տարի ուսումից հետո եւ ամեն երկրաշարժի բոլոր զոհերի հիշատակի մասնակցում եմ կիսարևելին։ Բայց երբեք քաղաքական քարոզարշավի չի վերածվել այս տարածքը եւ հատկապես եկեղեցին, որը փակվել է Փաշինյանի առաջ։ Այնտեղ ծափահարում են, եկեք գնանք միասին տեսնենք։ Արդեն բոլոր եկեղեցին է, ծափահարում են Նիկոլ Փաշինյանի համար։ Բերովի հավատավորներով։ Մարզպետարանի աշխատող էր այս պարոնը։ Ազատություն սրբազանների! Ազատություն սրբազանների! Ռուբեն Մխիթարյանն է։ Ազատություն սրբազանների! Ազատություն սրբազանների! Ազատություն սրբազանների! Բրավո Ռուբեն։ Ռուբեն Մխիթարյանն է, Գյումրու ավականու անդամ, Ազատություն սրբազաններին բացականչություններով քաղաքապետարանի պատուհաններից մեծ պլակատ է կախել եւ գոռում է իտես եւ իլուր այստեղ հավաքված ԱԱԾ-ականների, համեն դեպս գյումրեցիներ չկան, որ ասենք իլուր գյումրեցիների։ Խնդրեմ Ռուբեն Մխիթարյանը այստեղ փոստ է կախել եւ գոռում էր ազատություն սրբազան հայրերին։ Եկեք մտնենք ներս, գուցե հարցազրույց տա, որտեղ թրջվել ենք ամբողջովին։ Առաջարկենք Ռուբեն Մխիթարյանին իջնի եւ հարցազրույց տա մեզ։ Նա ավականու անդամ է, ընդդիմադիր ավականու անդամ է եւ ինչպես տեսնում եք ոստիկանները արդեն շարժվում են այս ուղղությամբ։ Հավանաբար մի բան հրահանգված է նրանց։ Խնդրեմ։ Փորձեք Մխիթարյանի հետ կապ հաստատել, հարցազրույց անենք։ Խնդրեմ երկու սրբազան հայրերի, բանտարկյալ սրբազան հայրերի մեծ պլակատը կախված է Գյումրու քաղաքապետարանի շենքից եւ Ռուբեն Մխիթարյանը բարձր ձայնով գոռում էր ազատություն սրբազան հայրերին։ Նա կարճ ակցիա իրականացրեց քաղաքապետարանի շենքից, այն պահին, երբ ներսում հավանաբար ծափահարում են Նիկոլ Փաշինյանին եւ նրա Բերովի հավատավորներով, Բերովի քահանայով ծես են մատուցում ԱԱԾ-ի զորքի հսկողության տակ։ Ներս կարելի է մտնել։ Ներս կարելի է մտնել։ Ներս կարելի է մտնել։ Այն կողմից է մուտքը։